Զրուցում ենք միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ։ Պարոն Հովհաննիսյան, խաղաղության պայմանագիրը պատրաստ է, բայց ըստ էության կարծես թե Ադրբեջանը այսպես չի շտապում այն ստորագրել եւ ստացվում է, որ շահագրգռված են միայն Հայաստանի իշխանությունները։ Ինչի են ուզում հասնել այսպես արագացված կերպով այդ պայմանագրի վավերացմամբ եւ ինչ է տալու Հայաստանի իշխանություններին պայմանագրի ստորագրումը։ Նախ ես կնշեմ, որ այստեղ խաղաղության պայմանագրի մասին որևէ խոսք չի կարող գնալ, որովհետև երբ որ մենք խոսում ենք խաղաղության մասին եւ նկատի ունենք երկարատև խաղաղություն երկու պետությունների, երկու ժողովուրդների համար, ապա խաղաղությանը պետք է ձգտեն երկու կողմերը, առաջինը, եւ երկրորդը պայմանագրի շրջանակներում երկու կողմերը պետք է պատրաստ լինեն գնալ փոխզիջումների։ Ցավոք սրտի մեր պարագայում տեսնում ենք, որ միակողմանի զիջումների է գնում հայկական կողմը, ընդհանուր սկսված մինչև 2020 թվականի պատերազմից հետո Արցախյան, 2023 թվականի էթնիկ զտումներից հետո անդադար մենք տեսնում ենք, որ հայկական կողմը գնում է միակողմանի զիջումների եւ անգամ այս պայմանագրի շրջանակներում, երբ որ 15 կետերը արդեն իսկ համաձայնեցրել էին, մնացել են 2 կետ, որոնք ըստ աղբյուրների վերաբերվում էին առաջինը դատական հայցերի միջազգային դատարաններում եւ երկրորդը Մինսկի խմբի գործունեությանը, նաեւ քննարկումներ կար, որ միսիան, որը հիմա Հայաստանի Հանրապետության ծառայությանը գտնվում, որ այդ միսիանը պետք է դադարեցվի, այս պարագայում մենք տեսնում ենք, որ հայկական կողմը սկզբից չէր գնում զիջումների այս հարցում, բայց հետո օրինակ Եղիշե Կիրակոսյանը հրաժարական տվեց եւ սա կարող ենք որպես արգումենտ մենք օգտագործել են հարցում, որ հայկական կողմը իր պատրաստականությունը հայտեց գնալ միակողմանի զիջումների այս հարցերում, որոնք դերևս օդում կախված էին մնացել եւ անորոշ էին։ Այսպեսով տեսնում ենք, որ հայկական կողմը շարունակում է գնալ միակողմանի զիջումների, ինչը չի կարող բերել երկարատև խաղաղությանը, այն էլ որևէ առնչություն չի կարող ունենալ խաղաղության պայմանագրի հետ։ Ինչ վերաբերվում է հայկական կողմի, թե ինչու է հայկական կողմը իր պատրաստականությունը հայտում գնալ միակողմանի զիջումների, կարծում եմ խնդիրը նրանում է, որ մոտենում է 2026 թվականը, մեզ սպասում են պարլամենտական ընտրություններ, բավականին թեժ ընտրություններ են մեզ սպասում, շատ մեծ է հավանականությունը, որ այսօրվա քաղաքական ուժը, քաղաքացիական պայմանագիրը, որի հեղինակությունը բավականին ցածր է հասարակության մոտ եւ դրա մասին վկայում են տարբեր ապրոցները, սա կարող է հանգեցնել նրան, որ հայկական քաղաքական ասպարեզում, եթե ոչ նախկին, ապա նոր ուժեր կարող են ձևավորվել, որոնք բավականին մեծ վտանգ կներկայացնեն այսօրվա իշխանությունների համար, որովհետեւ այս իշխանությունը, այն խոստումները, որ տվել էր հանրությանը 2021 թվականին արտահայտ ընտրությունների ժամանակ, ոչինչի չի հասել, ավելին տապալել է ամեն հարցում, սկսված Արցախյան հիմնահարցի վերաբերյալ, ընդհանուր միջև այդպես կոչված խաղաղության հիմնահարցին, այստեղ էլ ոչ մի պրակտիկ գործունեություն մենք չենք տեսնում, պրակտիկ արդյունքներ չկան եւ միայն տեսնում ենք այն, որ հայկական կողմը գնում է միակողմանի զիջումների։ Այսպեսով Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները կարող են օգտագործել այդպես կոչված խաղաղության պայմանագրի փաստաթուղթը, որը դերևս պարզ չի կստորագրվի թե չէ, բայց այնուամենայնիվ իրենք երկու տարբերակ ունեն։ Իրենք կարող են օգտագործել արդեն իսկ այն փաստը, որ համաձայնեցրել են երկու կողմերը 17 կետերը եւ դրանով գնալ ընտրությունների, իբրև թե իրենք խաղաղություն են բերում եւ եթե հասարակությունը նորից վստահություն իրենց հայտնի, նորից ձայները տան իրենց համար, ապա խաղաղություն կհաստատվի մեր տարածաշրջանում, ինչը որևէ առնչություն չունի իրականության հետ։ Երկրորդ փաստը այն է, որը եւս կարող է օգտագործել, որ իրոք կստորագրվեն այդ 17 կետերը, որը համաձայնեցվել են, բայց պրակտիկորեն մենք խաղաղություն չենք տեսնի, որովհետև ադրբեջանական կողմը տեսեք արդեն իսկ խոսում է նրա մասին, որ կրակոցներ կան, արդեն, այսինքն իրենք փորձում են ցույց տալ, որ պատրաստ չեն գնալ այդ խաղաղության պայմանագիրը ստորագրելու, բայց մեղադրելով հայկական կողմին, եւ երկրորդը, որը եւս շատ կարեւոր է, խաղաղության փաստաթուղթը այդպես կոչած կարող է ստորագրվել, բայց
ճանապարհները չեն բացվի, որովհետև այն խորաման քայլը, որ իրականացրեց ադրբեջանական կողմը, իսկ մեզ մոտ իշխանությունները ցավոք սրտի տարածեցին հասարակության մոտ նորից մոլորության մեջ գցելով, որ իբրև թե ադրբեջանական կողմը գնաց փոխզիջման, այդ հարցում իրականում որևէ փոխզիջում չէր։ Ադրբեջանական կողմը միտումնավոր տարածքների այդ կոմունիկացիաներին վերաբերող հարցը տարանջատեց 17 կետերից, որ հետագայում, երբ որ ստորագրվի այդպես կոչված խաղաղության պայմանագիրը, ապա իրենք նոր նախապայմաններ առաջ բերեն, եւ դուք արդեն իսկ տեսնում եք, որ օրինակ խոսում են սահմանադրության փոփոխության մասին, խոսում են Մինսկի խմբի մասին, որ պետք է երկու կողմերը հայտ ներկայացնեն, որ այլևս այդ կառույցը գոյություն չունենա, եւ վստահորեն ես ձեզ կարող եմ ասել, եթե անգամ ստորագրվի այդպես կոչված խաղաղության պայմանագիրը իր այսօրվա 17 կետերով, որոնցում հայկական կողմը գնացել է միակողմանի զիջումների, ապա ադրբեջանական կողմը անպայման ի հայտ է բերելու նորից այդ կոմունիկացիաների հարցը, նորից խոսելու է Զանգեզուրի միջանցքի մասին եւ ասելու է, որ այո, պայմանագիրը ստորագրվել է, բայց ճանապարհները չեն բացվի, մինչեւ հայկական կողմը Զանգեզուրի միջանցքը չտրամադրի։ Պարոն Հովհաննիսյան, այսինքն պարադոքսալ է մի քիչ ստացվում, բայց ըստ էության մեր հույսն ու ապավեն է, այսպես ասած, այս պահին Ադրբեջանի չստորագրելն է խաղաղության պայմանագրի։ Մեր հույսը իհարկե դա չպետք է լիներ, բայց ցավոք սրտի այսօրվա իշխանությունները Հայաստանի Հանրապետության այնպիսի արտաքին քաղաքականություն են վարում, որը ես անվանում եմ ավանտյուրիստական քաղաքականություն, որը հենց հանգեցրել է նրան, որ տեսեք, այսօր Ադրբեջանը կարող է իր հնարավորությունները օգտագործել, որ Հայաստանում օրինակ տարածվի հակառուսական տրամադրություններ կամ հակառակ գործոնը կարող են իրականացնել հակաեվրոպական տրամադրություններ տարածվի Հայաստանում։ Նաև Հայաստանի այսօրվա իշխանությունները փաստացի կախվածության մեջ են հայտնվել Ադրբեջանի իշխանություններից, որովհետև ադրբեջանական իշխանություններն են որոշում կստորագրեն թե չեն ստորագրի պայմանագիրը եւ հնարավորություն արդյոք կտան այսօրվա քաղաքական ուժի Հայաստանի Հանրապետության, որ իրենք օգտագործեն այդ փաստը եւ նորից գուցե վերընտրվեն կամ արդեն իսկ կախված է լինելու մեր քաղաքացիներից, թե ինչպիսի իրենք որոշում կկայացնեն, բայց հնարավորություն այդպիսով ադրբեջանական կողմը կարող է տալ այսօրվա իշխանությունների Հայաստանի, որ իրենք օգտագործեն այդ փաստը եւ փորձեն նորից վերընտրվել մարդկանց մոլորության մեջ գցելով այդպես կոչված խաղաղության այդ պայմանագրի հարցով։